Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը, առավել քան ջերմ է այսօր մեր տաղավարը և լի հույզերով, էմոցիաներով, որովհետև երկու բան պետք է լցնի մարդու հոգին, հիացմունքով ու հարգանքով։ Աստղալից երկինքը գլխավերևում և բարոյական օրենքը սրտի մեջ։ Ահա այսպես էր մտածում դատում մեծն զորավար Գարեգին Նժդեհը։ Զորավար, փիլիսոփա, հայրենասեր մարդ, որը կրթում էր և կրթում է իր գոյությամբ, իր թողած գրական արժեքներով սերունդներ և ամենակարևորը իր տոկունությամբ, խիզախությամբ և հայրենասիրությամբ։ Այս տարի թերևս ամենամեծ ֆիլմ իրադարձությունն էր սա և ամենամեծ հայրենասիրական կտավը, որը ստեղծվել է գոնե անկախ Հայաստանի պատմության օրոք, և Pan-Armenian Media Group-ը չհետապնդելով որևէ շահ կարողացավ գտնել, խմբավորել, համատեղել, իմի բերել և հովանավորներին և ստեղծագործական մի մեծ կազմ ու Հրաչ Քեշիշյանի ռեժիսորությամբ, նաև Քրիս Մանարյանի սցենարով կարողացան համատեղ գլուխ բերել այս գեղեցիկ կտավը։ Այս կտավը, որը կարողացավ շատ մարդկանց ոգևորել, ոգեշնչել և ասելով բարի երեկո, եթերում է մարդկային գործոնս, ուրախությամբ ուզում եմ հայտարարել, որ այսուհետ, այս օրվանից սկսած ամեն օր կարող եք Armenia TV-ի եթերում դիտել Գարեգին Նժդեհը ֆիլմը սերիա առ սերիա։ Մենք կարելի ասել դիտեցինք ֆիլմի մասին, Հարութ Շատյանն էր ամբողջ ընթացքին նկարահանել այս բոլոր գործողությունները, թե կողքից ինչ է կատարում, իսկ այս պահին արդեն հրավիրենք հենց բուն մեղավորին, ռեժիսորին, որը կարողացավ բավականին բարդ այս գործընթացը ի վերջո ավարտին հասցնել։ Հրավիրենք Հրաչ Քեշիշյանին, Գարեգին Նժդեհի ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր, ինչպես նաև սցենարիստին Քրիս Մանարյանին, ծափահարություններով ենք ասում բարի երեկո։ Բարի երեկո և բարի գալուստ։ Հրաչ, որքանով ես տեղյակ եմ, Գարեգին Նժդեհը մեր երևանյան ցուցադրություններից բացի մեծ ճամփորդություն ունեցավ բոլոր զորամասերով, բոլոր այն քաղաքներով, որոնք հնարավորություն չունեին Երևան տեղափոխվելու և տեսնելու, բոլոր բնակիչների մասին է խոսքը, և ես կխնդրեի հենց պատմեք այդ ցուցադրությունների մասին, որքանով է նրա ոգեկան այդ ուժը ազդում դիտողների վրա։ Ես կարծում եմ և իմ ընկերները չեն թողնի, որ ստեմ, շատ հետաքրքիր ճանապարհ անցանք, մոտ 3 ամիս Հայաստանի տարբեր մարզերով, սահմանամերձ գյուղերով, փորձում էինք ֆիլմը հասցնել հանդիսատեսին, նախ ունեցանք բնականաբար բոլոր մեծ քաղաքներում ունեցանք պրեմիերաներ և ցուցադրություններ և նաև ինչու չէ այն տեղերում, որտեղ հնարավորություն չկա կինո դիտելու և ժամանակի ընթացքում փակվել են բոլոր գյուղական ակումբները և կինո դիտման տեղերը,
փորձեցինք վերաբացել, այդ օրվա համար գոնե վերաբացել ու այդ օրվա համար գոնե ինչ-որ տոն ստեղծել։ Զորամասերում բնականաբար շատ հետաքրքիր հանդիպումներ ենք ունեցել, մասնավորապես Մարտակերտում փորձեցինք զինվորների համար կազմակերպել շատ գեղեցիկ ցուցադրություններ եւ շատ տպավորիչ էր նաեւ մեր համար, ինչպես են ընկալում, ինչպես են դիտում ֆիլմը, ինչ հույզեր է այդ ֆիլմի դիտումից հետո։ Ես Սահմանամերձ գյուղերից խոսեցինք, Չինարիում եղանք, այդ օրը հասանք գյուղ, գյուղապետն ասաց, այսօր լավ է, բախտներդ բելա, թուղպա չեն կրակի, անպամած էր, մառախուղ էր, ասաց երեք են, այ տեսեք, ես այս պատին երեք, հենց երեք կրակեցին, այդ ակումբի պատն էր, որտեղ որ պետքա ֆիլմը ցուցադրվեր, իսկ ակումբը չէր բացվել 70, չգիտեմ, 8 թե 9 թվականից, այսինքն այդ հին ակումբ էր եղել, այն ժամանակ էլ էին փակել, այդ նույնիսկ խորհրդային տարիներին էին փակել, միջև այդ ակումբը չէր, ոչ լույս կար, ոչ հոսանք կար, կողքի տնից լարով մեր տեխնիկական անձնակազմը լարով հոսանք բերեց, միացրեց այդ պրոյեկտորը, էկրանը եւ այլն։ Իսկ էկրանը առանձին տարել եք։ Այդ ամենը տարել ենք բնականաբար մեր հետ ու ժողովուրդ, հրաշք ժողովուրդ, որ ապրում է այդ ընդամենը 600 մետրի վրա թշնամուց եւ փորձում է ապրել ու կենսուրախ է ապրում, այսինքն չի մտածում, որ ինքը դժբախտության կամ խնդրի մեջ է եւ ամենակարևորը, հա, որ մարդիկ ասում են, բա որ մենք չապրենք այստեղ, ով պիտի ապրի։ Ով պիտի պահի։ Ով պիտի պահի։ Նստափարությունները թող հնչեն հենց չինարցիների համար, նրանք ամենատուժած բնակիչներից են։ Քրիստ, որքան եթե հասցրել եք այս ամբողջ ընթացքում հետևել, գնալ, մասնակցել, որոնք են այն հարցերը, որոնք հուզում էին հեռուստադիտողներին, հանդիսատեսին, ինչ հարցերով են սովորաբար դիմում ձեզ որպես սցենարիստի եւ արդյոք Գարեգին Նժդեհի այն ոգին, որը իմացողները գիտեն, այդ ուժը փոխանցվում էր նրանց հեռուստաէկրաններից։ Անկասկած փոխանցվում էր, այդ ոչ միայն ես, բոլորը կարող են վկայել, ովքեր որ ներկային այդ ցուցադրություններին շատ էին ոգևորում, երեխաները գալիս էին ընտանիքներով եւ դա ամենակարևորն է։ Հարցեր, հիմնականում մի հարց էր, բոլորին հուզում էր, հետաքրքրում էր, ինչ եղավ Գարեգին Նժդեհը վերջում։ Եվ ինչ էիք պատասխանում։ Պատասխանում էինք այն, ինչքան որ գիտենք, որ Վլադիմիրի բանտում մահացել է, թե ոնց է մահացել, այդ չգիտեմ, ես ֆիլմից հետո էլ երկար փորձեցի քննել, զննել, այդպես էլ չիմացա սրտի կաթվածից, թե իրականում կացնահարել են շատ ծանոթ ձեռագիր։ Այնպես որ դժվար է ասել, բայց ես էլ հակված եմ նրան, որ նրան կացնահարել են մեր ազգային հերոսը։ Ցավալիորեն փաստացի պատմությունը ցույց է տալիս, որ մեր հերոսների կողքին միշտ լինում են բացառիկ սրիկաներ, որոնք ժամանակին հայտնվում են եւ ընդհատում կյանքի թելը։ Բայց մենք խոսում ենք Գարեգին Նժդեհի անմահության մասին եւ այս ֆիլմը դրա գեղեցկագույն դրսևորումներից է։ Ներկայացնենք բոլոր հյուրերին, ովքեր այստեղ են տաղավարում։ Դերասան Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյան, բարի երեկո։ Ռոբերտ այն քիչ համարձակ դերասաններից է, որը միշտ եւ վստահորեն սկզբում կերպավորում է բացասական դերեր, բայց հետո փոխակերպում է դրանք դրականի։ Ռոբ, ինչպիսին էր ձեր գնահատականը ձեր դերակատարմանը եւ ընդհանուր, հա, ֆիլմի ստեղծման process-ին։ Я не согласен с тем, что мой герой это отрицательный герой, достаточно положительный человек. Нормально, со своей правдой, со своими страстями. А что касается фильма, съемок, работы, я получил колоссальнейшее удовольствие, работая над этой ролью. И получил колоссальнейшее удовольствие, столкнувшись именно с этим материалом. Я мало что знал об этом. Так как я вырос и родился в Грузии, и для меня история Армении это, скажем так, немножко темный лес. И очень многое почерпнул для себя тоже. Слава Богу, вот это дорогого стоит. Хотя бы за это большое спасибо создателям фильма.
Շնորհակալություն ձեզ։ Ես կարծում եմ շատերի համար է այն դառնում դասագրքային նաև կարևորություն ունեցող փաստ։ Հայկո, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, բազմաթիվ լավ ֆիլմերի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր, բայց մասնավորեցնենք Գարեգին Նժդեհը։ Հայկո, շնորհակալություն գալու համար եւ միանգամից անդրադառնանք հենց այս ֆիլմին, թեև ձեր Անդրանիկ ֆիլմ է, որը կարծես դարձավ այցեքարտ, մի վախեցիրներ, եթե ես չեմ սխալվում, խոսքը սաունդթրեքերի մասին է։ Ինչ կասեք Գարեգին Նժդեհի մասին եւ որքանով են այդ երկու տարբեր բևեռներում կանգնած հայրենասիրական ֆիլմերից, հա, այդ աճը զարգացում է որպես կոմպոզիտոր այդտեղ ներկայությունը որքանով էր դժվար։ Նախ ասեմ ինձ որպես ֆիլմի կոմպոզիտոր բացահայտել է հենց իմ ընկեր Հրաչ Քեշիշյանը, որը հենց առաջինը հենց մի վախեցիր ֆիլմում վստահեց այդ գործը, որը ես շատ եմ սիրում եւ մանկությունից երազել էի։ Եվ անգամ պրոդյուսերական կազմը խոստովանեց, որ չէինք սպասում այսպիսի ռեզուլտատ, արդյունք։ Եվ ես դրանով միշտ շատ շնորհակալ եմ Հրաչից, մենք նկարեցինք բազմաթիվ ֆիլմեր եւ եկանք հասանք Գարեգին Նժդեհին, որը ինձ համար չգիտեմ ինչ էր, ես եթե կհիշես ամեն օր զանգում եմ, ասում եմ Հրաչ, չեմ կարողանում մոտիկանամ գործիքին, չեմ կարողանում գրել ես այս ֆիլմի համար երաժշտություն, որովհետեւ պատասխանատվությունը այնքան մեծ էր ու այնքան հիմա որ խոսում եմ, ես փշակալում եմ, որովհետեւ բացի այն հայրենասիրական այդ ամեն ինչը որ իմ մեջ sense ոնց որ իմ մեջ sense կռիվ էր գնում իմ օրգանիզմի մեջ, բացի այդ ամեն ինչը ես չգիտեի ինչ պետքա գրեմ, ես որովհետեւ իմ մոտ sense չգիտեմ ինչ էր կատարվում եւ ես ասեմ մի բան, որ ես գտա բանալին, ես հանդես եկա ոչ թե որպես կոմպոզիտոր ֆիլմ, այլ որպես, ռուսերեն ավելի բանը հնչում, ակամպանիատոր, ես նվագակցեցի ֆիլմը ուղղակի, որովհետև եթե մենք համեմատենք մնացած ֆիլմերը, որ ես Հրաչի համար աշխատել եմ, անտեղ կոնկրետ կար երաժշտության գիծ։ Եվ երաժշտությունը առանձին գործող անձ էր բոլոր ֆիլմերում։ Հա, իսկ այստեղ ես ուղղակի փորձեցի ոչ մի բանին չխանգարել, ես փորձեցի իրոք նվագակցել, թե ինչ է այդտեղ կատարվում եւ ես երկար ժամանակ ուսումնասիրելով նույն Նժդեհի կյանքը կարդալով, անգամ սկսել էի գրականությունը կարդալ, ինչպես ասում էի, գտեկել են լավ գրքեր եւ այլն, կարդալով ուզում էի մտնել այդ կյանքի մեջ, այդ ժամանակաշրջանի մեջ, թե ինչ է տեղի ունեցել, ընդհանուր ես համարում եմ ամեն մարդու կյանքում ինչ իրադարձություններ, որ տեղի է ունենում, թեկուզ ինքը դա չի լսում, ինձ համար որպես կոմպոզիտոր ես համարում եմ, որ իր այդ պահին իր մեջ սաունդթրեքը հնչում այդ պահին եւ ես ուզեցա մտնեմ Գարեգին Նժդեհի այդ վարքյանների սաունդթրեքի մեջ թե իր կյանքում ինչ է եւ չգիտեմ ինչքանով է ստացվել ես չգիտեմ այս ֆիլմի համար շատ ողջավորված եմ եւ շատ ուրախ եմ չգիտեմ ինչքան եմ կարողացել եւ ասեմ ավելին մեր հրաշք Մարաթուկ համույթը որը մանկությունից լսել ենք եւ զմայվել ենք իրենց մաքրամաքուր հայկական երգերով միշտ իմ կյանքի երազանքն ա եղել իմ ֆիլմերի մեջ բացի իմ գրած երաժշտությունից ունենանք հայկականը եւ մենք շատ երազում ենք Հրաչի հետ Գարեգին Նժդեհում հնչի անպայման Կոմիտաս Հետաքրքիր է որ այդ համագործակցության մասին մենք հենց հիմա կխոսենք բայց նախքան այդ թույլ տվեք ներկայացնեմ մեր մյուս հյուրերին հենց ձեր նշած հայ երգի եւ Պարի Մարաթուկ համույթի երկու հրաշալի ներկայացուցիչներին Արա Ավագյանին եւ Լևոն Մկրտչյանին բարի երեկո Ես գիտեմ, որ նախքան նկարահանումը խոսում ենք եւ դուք Հայկին ասացիք, որ նա չի խանգարել եւ շատ նրբանկատ է մոտեցել այս ֆիլմի երաժշտության ստեղծմանը։ Եվ այն տեսարանում, որտեղ դուք, եթե չեմ սխալվում, իմպրովիզով որոշել եք երգել այդ, հետաքրքիր է ինչից է բխել այդ երգը, ոնց է հենց այդ երգը որոշվել, ինչպես եք եկել դրան, Լևոն, համեցեք։ Իսկապես ֆիլմը շատ հրաշալի կինոնկար է ստացվել եւ դա բոլորս էլ արդեն տեսնում ենք ժողովրդի կողմից մեծամասնության շատ մեծ քանակով ընդունվեց եւ ժողովուրդը սպասում էր այդ ֆիլմին կարոտ է որովհետեւ ամեն մի հայի համար Նժդեհի կյանքը տեսնել ավելի մանրամասն մոտիկից ծանոթանալ ամենամութ անկյունները տեսնել դա իսկապես առավել մեկ անգամ եւս հարստացնում է նրա ազգային հոգին ինքնագիտակցությունը ազգային իր ճանաչողությունն է բարձրացնում այս տեսակետից հրաշալի գործ կատարեց ֆիլմը երգը որ
երկվեց ֆիլմում բնականաբար սկզբից ճիշտ ասած մտածում ենք գուցե ուրիշ երգ էինք մտածել, բայց տեղում անմիջապես երևի պահն էր թելադրեց սրտից էր չէ՞ գալիս։ այո, որ ստացվեց եւ այդ երգը երկվեց։ Ես ուղղակի իմ համար օրինակ շատ գեղեցիկ մեծ տպավորություն է թողել երգի ավարտից հետո, երբ երգի շարունակությունը շատ գեղեցիկ ձևով ֆիլմի մյուս շարունակությանն է տանում։ Նրդեի դուսկալը ձյունի վրա մեջքով պարտել հրաշալի է, շատ գեղեցիկ ձևով եւ երաժշտությունը եւ ամբողջ բնությունը, սարերը, ձորերը, երկինքը ու Նրդեի այդ տեսակ վերաբերմունքը։ Այսինքն Նժդեի սիրտն էր, չէ՞, հոգին էր բացվել այդ երգով։ Ես կներեք ավելացնեմ, այդ ամբողջ օրը այդ տեսարանը պետք է նկարահանվեր եւ այդ ամբողջ օրը ես տեղս չէի գտնում, որովհետեւ այդ Հայկի ասած Ջունսը պակասում էր, սաունդթրեքը, այսինքն դու գիտես որ այդտեղ մի բան պիտի լինի, բայց այդ պակասում է, չկա, այդ պահին չկա։ Ու խնդրում եմ, ասում եմ գտեք, էլի խնդրում եմ գտեք, որ երգը այդ մինչև նկարահանման հրապարակ մտնելը երևի ասենք մի 20 երգ եք, չէ՞ երգել։ Տարբեր երգեր, երգում են, լսում են, ասում են, հա, լավ։ Մեկ էլ մի պահ սկսեցիք երգել այդ երգը ու ես սենց սառեցի, ասացի ոնց որ է սա ժողովուրդ, ոնց որ գտանք։ Ու այդտենց մտել ենք հենց նկարահանման հրապարակ, իմիջիալից որևէ մեկը չգիտեր, մենակ այսպես մենք գիտեինք, որ այդ երգն է լինելու։ Ու այդ դերասանների դեմքի արտահայտություն ու այդ ամեն մարդ իր միջով անցկացրեց մի հատ այդ պահին այդ հենց ես դիտավորել չէի ասել որևէ մեկին, փորձ չէին կարել։ Նկարահանման հրապարակում առաջին դուբլը առանց փորձի էր եւ որևէ մեկը չգիտեր որ այս երգն է հնչելու։ Ու նույնիսկ օպերատորները այսպես սառեցին այդ կամերայի հետևում շենց սառել են։ Հայկ, եթե ես չեմ սխալվում, դուք հետո վերցրել եք հենց այն տարբերակը, որը որ հնչել է նկարահանման հրապարակում, ճիշտ է։ Սենց ուզում էի ասել, ընդհանրապես մենք ֆիլմում անում ենք մոնտաժ եւ հետո ձայնագրում ենք ձայնագրման ստուդիայում, բայց այնքան հրաշալի էր ամեն ինչը ստացվել, որ մենք հենց վերցրել ենք գրաչի ասած այդ պահը, որը համ թե նկարահանման առումով առաջի դուբլն ա եղել եւ թե ձայնագրության ամենաբնականը։ Թե ինչպես եւ ինչ կարծիք ունեն թատերագետները կամ սովորական հանդիսատեսը եւ այլ արտիստները, կիմանանք քիչ անց կարճատև դադարից հետո մեր մյուս հյուրերին հրավիրենք։ Անընդունել եմ համարում, երբ Գարեգին Նժդեն ՆԳԺԿ-ի քննիչի մոտ ձեռք սեղանին է խփում, ես Գարեգին Նժդեն եմ, անմիջապես կգնդակահարեին։ Մեր Ստալինն է, կոպիտ ասած, նա ինչու պիտի ես ոտքի կանգնեմ։ Այդ մարդը կարող էր իրեն թույլ տալ եւ բռունցքը խփել սեղանին եւ ավելին։ Այն փաստաթղթերի տակ, որի տակ դրված է Նժդեի ստորագրությունը, արդյոք դրանք պարտադրված ստորագրություններ են, թե իրականություն։ Ամենակարևորը Նժդեը իր բարձունքի վրա է։ Ուրեմն գրում են ֆիլմի կիքսերի մասին։ Ժամանակն է եկել կարծրատիպեր կոտրելու։ Ես շատ կուզենայի, որ Շանթը նաև խաղար ավակ սերունդը։ Նժդեին։ Երկու բան չեմ ներում մարդուն իր ստորությունները, որոնցից ծնունդ է առնում իր բարոյական տկարությունը, ապա իր տկարությունը, որից սնվում են այդ նույն ստորությունները։ Ինչպես եւ խոստացել էինք, այսօր մենք անդրադառնում ենք հրաշալի մեծ կտավի գործ Գարեգին Նժդեհը ֆիլմին եւ ուղղակի հիշեցման կարգով ասեմ, որ այսօրվանից եւ այդ ամեն օր Armenia TV-ի եթերում ժամը 22:30-ից սկսած կարող եք դիտել այս ֆիլմը, ինչպես խոստացվել էր բոլոր 6 մասերով հանդերձ։ Իսկ այս պահին հրավիրենք թատերագետ Լևոն Մութաֆյանին, մարդ, որը համակ ուշադրությամբ հետևում է բոլոր լավ իրադարձություններին եւ ինչու ոչ քննադատում, համեցեք պարոն Մութաֆյան եւ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանին։ Բարի երեկո։ Պարոն Մութաֆյան, այնպես չստացի, թե մենք գովում ենք կամ լավ է կամ բան, այնուամենայնիվ թատերագիտական խոսքը շատ է կարևոր եւ նաեւ սխալները շտկելու համար։ Ձեր գնահատականը եւ տեսակետը այս գործին։ Յուրաքանչյուր ժամանակ ստեղծում է իր կինոկերպարը։ Մենք շատ վաղուց սպասում էինք մի ֆիլմի, որը պիտի արտահայտեր մեր ժամանակը, պիտի արտահայտեր մեր մտածումները։ Ինձ համար Գարեգին Նժդեհը դարձավ ահա ժամանակի ֆիլմը։ Ինչպես 60-ականների վերջին ծնվեց Սարոյան եղբայրները, որ մի ամբողջ պատմաշրջանի գեղարվեստական արտացոլումներ,
ճիշտ այդպես ես ընկալեցի, ընդունեցի Գարեգին Նժդեհը, որը համարում եմ իսկապես ժամանակի ֆիլմ եւ ոչ այնքան ունեմ զուտ գեղարվեստական ֆիլմի նկատմամբ պահանջմունքներ, այլ առաջին հերթին ֆիլմը գնահատում եմ իբրև մշակութաբանական արժեք։ Իսկ իբրև մշակութաբանական արժեք այս ֆիլմը գտնվում է ամենաբարձր աստիճանի վրա։ Ասեմ, հանրության մեջ, գիտեք, բաժանվեցին երկու մասի, ֆիլմը ընդունողներ, ֆիլմը չընդունողներ։ Կներեցեք, ուզում եմ նշել, որ շատերը ֆիլմը չէին տեսել նախքան չընդունելը։ Ես ուղղակի որոշել էին չընդունել եւ վերջ։ Ֆիլմը էկրան չբարձրացած, չտամ անունը, որ չգովազդեմ, մի մարդ, որ իրեն կինոգետ է կոչում, բայց նա ընդամենը բանասեր է, առավոտ թերթում գրեց հոդված եւ ֆիլմի մասին կարծիք հայտնեց, ասեց չեմ նայել, բայց վատ ֆիլմ է։ Բա ոնց է կարծիք հայտնել, չէ՞ որ չի նայել։ Դա էլ մեր ժամանակի առանձնահատկություններից մեկն է։ Էքստրասենսորիկա է։ Անպայմանորեն հասարակությունը, երբ որ լսում է Գարեգին Նժդե անունը, սպասում է, որ ֆիլմում պետք է լինի նրա կյանքի ամբողջ ժամանակագրությունը։ Ֆիլմը սկզբից մինչև վերջ պետք է արտացոլի Գարեգին Նժդեի կյանքի բոլոր փուլերը, բոլոր իրադարձությունները։ Մինչդեռ թե սցենարի հեղինակը, թե բեմադրիչը ընտրել են, այսպես ասած, ֆրագմենտալ ֆիլմի սկզբունքը, տարբեր դրվագներ, տարբեր պատկերներ ներկայացնելով, ամբողջացնելու համար իմ խորին համոզմամբ ոչ միայն Գարեգին Նժդե, այլ այդ հեղափոխական ժամանակը, այդ բուռն իրադարձությունների ժամանակը։ Այս առումով ես ֆիլմին նշանակում ամենաբարձր գնահատականը։ Ունեմ որոշակի վերապահումներ ֆիլմի հատկապես սցենարի նկատմամբ, չարդարացված, չիմնավորված մի շարք տեսարաններ, ասենք Փարիզյան կոնֆերանսի տեսարանում դա մի ամբողջ գաղափարախոսության արտացոլում մեկ նախադասության մեջ, ինչը մնում է օդից առկախ։ Կուզենայի, որ իհարկե ուզենալը քիչ է, ռեժիսորը եւ սցենարիստը այդ սկզբունքն են ընտրել։ Պարոն Մութավյան, ներեցեք ընդհատել։ Բայց եթե Գարեգին Նժդեի մասին այս ֆիլմը ընդամենը հայտ է, հետագայում եթե անդրադարձնի շատ կուզենայի, որ Գարեգին Նժդեի կյանքի կամ փիլիսոփայության տարբեր դրսևորումները մեկական ամբողջական ֆիլմ դառնան։ Անընդունելի եմ համարում, երբ Գարեգին Նժդեը ՆԳԺԿ-ի քննիչի մոտ ձեռք սեղանին է խփում, ես Գարեգին Նժդեն եմ, անմիջապես կգնդակահարեին։ Կան չհիմնավորված, բայց նաև ես ողջ ռոմանտիկան, հերոսական պաթոսը ընկալում եմ եւ այդ դիրքերից եմ նայում ֆիլմին։ Շնորհակալ եմ Անչափ, ես ուզում եմ ուղղակի որպես ռեժիսոր հենց հիմա պատասխանեք այն բոլոր հարցերին, որոնք հնչեցին եւ կապված հենց ֆրագմենտար լինելու հետ։ Շատ էին հնչում մեղադրականներ, որ այս դրվագը չկա, այս դրվագը չկա, ես էլ մի երկուսը ինքսի մեջ ֆիքսել եմ, որովհետեւ դրանք գիտեմ։ Բնականաբար եւ պարոն Մութաֆյանը շատ ճիշտ նկատեց, որ այո, ընտրված էր ֆրագմենտալ ֆիլմի սկզբունքը, քանի որ անհնար է այսպիսի մեծ ժառանգություն թողած եւ այսպիսի մեծ ճանապարհ անցած մարդու կերպարը ամբողջացնել կամ այդ պարագայում պետք էր վերցնել ընդհանրապես մեկ դրվագ կյանքից եւ մեկ պատմություն, որը նաեւ ընդունելի է, հա, էպիկ եւ կենսագրական ժանրի ֆիլմերի համար շատ ընդունելի տարբերակ է վերցնել կենսագրությունից ընդհանրապես մեկ փոքրիկ հատված, մեկ 3 օր, ասենք թե կյանքից 3 օր եւ այդ ես կարծում եմ, որ այդ պարագայում ավելի անընդունելի կլիներ, եթե մենք գնայինք այդ ճանապարհով։ Դրա համար մենք վերցրեցինք այս սկզբունքը եւ փորձեցինք գեղարվեստական ֆորմայի մեջ դնելով տեղ հասցնել այն, ինչ որ մեր կարծիքով միգուցե կարծում ենք, որ առաջնային է եւ պետք է։ Հնարավոր է նաեւ բնականաբար այդտեղ բաց թողումներ եւ հնարավոր է նաեւ որոշակի, այսպես ասած, կիսատ որոշակի պատգամների կամ հաղորդագրությունների կիսատ մնալու, բայց կարծում եմ, որ այս 6 մասանոց տարբերակը հենց գալիս է նաև լրացնելու լիամետրաժ տարբերակին, որովհետև այստեղ մենք փորձել ենք արդարացնել այն, ինչ որ կիսատ էր առաջին տարբերակում։ Շնորհակալություն Հրաչյա, ես հուսով եմ, որ կլինի Գարեգին Նժդե գից 2 տարբերակը հետագայում արդեն, հետո 3 եւ 4-ը։ Բան ավելացնեմ շատ ներողություն։ Ասեք պարոն Մութաֆյան։ Հատկապես իմ սերնդակիցները, ձերը չէ, մեծացել են Գարեգին Նժդե թշնամի, Գարեգին Նժդե հեգնական կերպար, հեգնական երևույթ,
այս ըմբռնումների մեջ։ Ես գյումրեցի եմ, իմ տատիկը վատ կազմակերպած մարդկանց խմբին միշտ ասում էր Նժդեի կամանդ, Նժդեի խումբ։ Նժդեի կերպարի մեջ մտել է, երբ ես դպրոցական էի։ Ես ուզում եմ ֆիլմի ստեղծողներին շնորհակալություն հայտնել, որ կարծրատիպը փշրվեց հատկապես ավագ սերնդի մոտ, ում համար Նժդեը սովետական գաղափարախոսությամբ այպանված բացասական մի կերպար էր։ Եվ ավելացնեմ մի բան, ես դեռ մանուկ տարիներից գիտեի Երևանի բերդից, երբ նա դուրս է գալիս, խնդրում է, որպեսզի իրեն ցույց տան Երևանը, լաց է լինում Նորքի այգիներում եւ այլն։ Ամենա, ասենք, սենտիմենտալ եւ ամենաողբերգական կտորը, եթե ոչինչ չլներ այդ ֆիլմում արված, միայն այդ ավարտական տեսարանը, որ հզոր անհատի ողբերգությունը, ինչպես ժամանակ եւ այս համակարգը հերոսին դարձրեցին հակահերոս, ինձ համար դա ֆիլմի կարևորագույն ձեռքբերումն է։ Անչափ շնորհակալ ենք, Քրիստ, ավելացումներ։ Ես շատ սիրելով ու հարգելով պարոն Մութաֆյանին, այնուամենայնիվ իսկ թույլ կտամ նաև չհամաձայնել այդ կարծիքին, համաձայն որի եթե Գարեգին Նժդեհը ձեռքը խփեր բռունցքը ցեղանին, նրանք կգնդակահարեին։ Ես հավատացնում եմ, որ շատ որքան հնարավոր էր կարդացի եւ ամենակարևորը զրուցեցի ազգականների հետ, հատկապես Վազգենի հետ, Տեր Հարությունյան, Նժդեհի եղբոր Թորան, որ Գարեգին Նժդեհը մարդն է եղել Ստալինի կաբինետում նստած, Ստալինը մտել է ներս, Նժդեհը ոտքի չի կանգնել։ Եվ այնտեղ զինվորական դատախազը ասել է ոնց է քեզ թույլ տալիս, ասել է Կոբանը էլի, մեր Ստալինն է, կոպիտ ասած, նա ինչու պիտի ես ոտքի կանգնեմ։ Այդ մարդը կարող էր իրեն թույլ տալ եւ բռունցքը խփել ցեղանին եւ ավելին։ Մանավանդ որ եթե նրանք գնդակահարեին, ֆիլմը այդտեղ կվերջանար եւ ճիշտ չէր լինի։ Այն որ ասել է ռուսերեն, յա Գարեգին Նժդեհ, այդպես էլ կա, այդ ոչ թե մենք եք սարքել ռուսեր, մենք թույլ չենք տա մեզ նման բանաներ։ Նրա ճնշումը հասնում է 200 եւ նա շատ անզուսպ իրականում եթե թույլ տաք շարունակեմ, եթե չլինեին նրա էմոցիաները, չէր լինի նրա բնականաբար հնարավորինս փորձել ենք ուսումնասիրել եւ բնավորությունը եւ վարքը, որ կարող էր ունենալ, հա, Գարեգին Նժդեհ, բայց բնականաբար ամբողջական ճշմարտությունը ոչ կա գրված, ոչ էլ կարող ենք իմանալ։ Ցավոք սրտի նույն արխիվները պահպանում են միայն միակողմանի, բնականաբար միակողմանի տարեգրություն եւ ինֆորմացիա եւ երբեք չգիտենք այն փաստաթղթերի տակ, որի տակ դրված է Նժդեհի ստորագրությունը, արդյոք դրանք պարտադրված ստորագրություններ են, թե իրականություն։ Այդ ամենը պայմանականության մեջ է եւ այդտեղ բնականաբար յուրաքանչյուրս ունենք մեր պատկերացումը եւ յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի որոշակի տոկոսը, ինչպես կներկայացնենք հերոսին։ Արսեն Գրիգորյան, բացի նրանից, որ դուք երաժշտասեր եւ հայրենասեր մարդ եք, Արսեն, ես գիտեմ, դուք խիստ գնահատական ունեցող մարդ եք, բայց Գարեգին Նժդեհի ֆիլմը ինչով է ձեզ համար առանձնացել եւ հուզել։ Նախ ես կասեի, որ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմը դա նույն երգն է, որը որ ես երգում եմ։ Այսինքն, որը մեր հասարակությունը դրա կարիքը ունի։ Այսինքն երկար ժամանակ բոլորս էլ սպասում էինք, որբեսի, ինչպես պարոն Մութաֆյանը ասաց, որ մենք մեր հերոսների մասին ինչ-որ ֆիլմեր ունենանք, ինչ-որ եւ ինչու՞ չէ թող գեղարվեստական մոտեցում լինի, բայց շատ կարեւոր մի խնդիր ենք լուծում այստեղ, ինձ համար որ կարեւոր է դաստիարակություն տալ, այսինքն մենք այսօր յուրաքանչյուրս իր մասնագիտությամբ ինքը ուզում է իր ժողովրդին տանել դեպի այն նպատակները, որի մասին եւ որի համար արյուն է թափվել։ Ես կարծում եմ Գարեգին Նժդեհ ֆիլմը ինքը այդ բարձունքը ունի, որովհետեւ հակառակ նրանց ովքեր որ Գարեգին Նժդեհից, Անդրանիկից, Չաուշից եւ այլն իրենք հեռու են դաստիարակվել այդ գաղափարախոսությունից, մենք միշտ էլ դաստիարակվել ենք դրանով, որ մեզ համար սրբություններ էին եւ ինձ համար իմ ընտանիքի համար շատ դժվար երևույթ էր գնալ նայել մի ֆիլմ, որը մեր սրբություններից մեկի մասին է եւ ես գնացի եւ տեսա, որ ամենակարևորը Նժդեհը իր բարձունքի վրա էր։ Գարեգին Նժդեհը իր բարձունքի վրա էր ֆիլմի մեջ եւ
այսօր իմ երեխաները գնացել են եւ երկրորդ անգամ են գնացել դիտելու ֆիլմը եւ ես կարծում եմ որ այն մարդիկ ովքեր որ անընդհատ խոսում էին նույնիսկ չնայելով, չտեսնելով ֆիլմը կամ տեսնելով անոնսը արդեն սկսում են ինչ-որ բաներ պատկերացումներ կազմեն իրենք ինչ է լիներ մեկը պիտի խոսեին բայց արդյոք դու ուրախ չես որ այսօր հնարավորություն է ստեղծվել եւ Հրաչ Քեշիշյանի եւ իր ընկերների համար մի ֆիլմ ստեղծելու եւ այդ հնարավորությունը կարող էին տրամադրել ուրիշ բանի համար ուրիշ որովհետեւ ես կարծում եմ որ շատ-շատերը նույնիսկ ինչ էլ ուզենան Հրաչը եւ իր ընկերները գասեն հա խնդիր չկա կանաչ լույս նկարեք այսօր ուրախ չենք որ մի ֆիլմ ստեղծվեց որ ինքը իր դերը պիտի ունենա դաստիարակելու սերունդ այսօր երեխաները Նժդեհի նկատմամբ արդեն ուրիշ տեսակ հետաքրքրություն է առաջացել որի համար ես անձամբ շնորհակալ եմ բոլորին ես մնացած տեխնիկական հարցերը ինձ այնքան չեն հուզում բայց ինձ ամբողջ ֆիլմը ամբողջ դիտելու ժամանակ ես հուզվում էի ամաչում էի բայց նայում էի 4 կողմից բոլորը հուզված են այսինքն հայի ամենակարևոր սրտի ամենակարևոր անկյունին հասել է Սա ֆիլմ է, տղամարդկանց ֆիլմ է։ Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ այսօրվանից ժամը 22:30-ից սկսած կարող եք դիտել 6 մասերը ամեն օր յուրաքանչյուր մաս, հետևեք ուշադրությամբ, որովհետև ամեն մի րոպեի համար ծախսվել է մեծ ներուժ, մեծ սեր է դրվել եւ մեծ հոգի։ Կարճատև դադարից կշարունակենք եթերը։ Ուրեմն գրում են ֆիլմի կիքսերի մասին։ Ժամանակն է եկել կարծրատիպեր կոտրելու։ Ես շատ կուզենայի, որ Շանթը նաև խաղար ավագ սերունդը։ Նժդեհին։ Երկու բան չեմ ներում մարդուն իր ստորությունները, որոնցից ծնունդ է առնում իր բարոյական տկարությունը, ապա իր տկարությունը, որից սնվում են այդ նույն ստորությունները։ Մարդկային գործոնն այսօր անդրադառնում է Գարեգին Նժդեհը ֆիլմի կարող ենք հստակ ասել պրեմիերային, որովհետև 6 մասով երկար տարբերակը մենք տեսնում ենք հենց հիմա։ Հրաչ, ես հիշեցի, որ կային տարբեր դեպքեր, առաջարկություններ, երբ մարդիկ խնդրում էին այդ մեծ մասը ֆիլմի վերցնել եւ տանել Սիբիրում կամ այլ տեղերում ցույց տալու եւ գիտեմ, որ անհամբերությամբ սպասում էին։ Այս զորամասերում, մեր սահմանամերձ գոտիներում ինչպիսին էր արձագանքը հենց զինվորների կողմից։ Երբ դու դահլիճից դուրս ես ու սպասում ես, թե մարդիկ ինչ ռեակցիա են տալու, ինչպես է լինելու նրանց զգացողությունը, արդյոք քո զգացողությունները եւ նրանց զգացողությունները համապատասխանում են, ահա որ բարդ բան է։ Այդ պահին շաքարդ բարձրանում է, չգիտեմ, բերանը չորանում է, ուրիշ տեսակ ես դու զգում։ Ու հետո հասկանում ես, երբ դու հասկանում ես, որ այո, իրենք զգացին են ինչ որ դու զգացել ես կամ ուզեցել ես զգալ, այդ չգիտեմ, այդ երևի աշխարհի ամենամեծ, երևի Աստծո տված ամենամեծ այո, պարգև պահերից է այդ դու Շնորհակալություն, պարոն Մութաֆյան։ Ուրեմն ֆիլմը դիտելու ժամանակ եւ դրանից հետո մամուլում հատկապես հանդիպեցի մի շարք հոդվածների, ուրեմն գրում են ֆիլմի կիքսերի մասին։ Ֆիլմում այսինչ, Եթե մենք տանեինք խոսակցությունը զուտ պրոֆեսիոնալ արհեստավարժ դաշտ, կարելի էր նստել դեմարդեմ խոսել սրա մասին։ Բայց ես ընդդիմախոս դառնալով այդպես գրողներին մի հարց տամ օգտվելով առիթից։ Իսկ Տիտանիկը նայել եք, թե ինչքան կիքսեր կան։ Առաջինը ֆիլմը իբրև գեղարվեստական կինեմատոգրաֆիական արժեք։ Արդյոք առանձնանում է մինչև հիմա մեր ստեղծածից, այսպես ասած արհեստավորական կինոից, որը մենք ստեղծել ենք վերջին տարիներին, անպայմանորեն առանձնանում է։ Ֆիլմը բերում է որոշակի գեղագիտություն, իսկ այս գեղագիտության ձևավորման մեջ սցենարական աշխատանք, կինոդրամատուրգիա, ռեժիսորական աշխատանք, հրաշալի ֆիլմի ամբողջ երաժշտական կերպարը, օպերատորական մտածողությունը։ Ես շատ վաղուց չէի տեսել այսքան շարժուն կամերա, շարժուն խցիկը անընդհատ շարժման մեջ է։ Արդյոք մենք այսօր կարող ենք հպարտանալ մեր դերասանական ընտանիքով։ Այս ֆիլմում մենք կարող ենք Իհարկե դեմ լինելով Նժդեհի կերպարի դերակատարումների տրոհմանը։ Ես շատ կուզենայի, որ Շանթը նաև խաղար ավագ սերունդը Նժդեհին։
Իհարկե Արտյոշյան համոզում է, իհարկե հետարքիր է, բայց անպայմանորեն ես կուզենայի զուտսա պրոֆեսիոնալ ցանկություն է։ Շանթին, որին որպես դերասան շատ եմ սիրում, տեսնել արդեն այդ էվոլյուցիոն process-ի մեջ։ Շնորհակալություն։ Հրաչ, ձեր կարծիքով այնուամենայնիվ ինչն էր այն հիմնական գիծը, որը միավորում էր այս երկու դերակատարներին։ Զգացողություններով երկու դերասաններն էլ միասնական էին եւ տարբեր չէին մտածում եւ կար ժամանակաշրջան, երբ երկուսով փորձում էին գտնել այն նմանությունները, որ կարող էին լինել երիտասարդ եւ արդեն ավելի տարիքով նժդերների մեջ։ Չգիտեմ, բնականաբար այս այսպես ասած հիմնական քարերից մեկն է, որի շուրջ խոսակցությունները շատ են, որի շուրջ քննարկումները շատ են, բայց ես չեմ կարծում, որ կարելի է մեղադրել դերասանին, որը պարզապես ընտրում է տարբեր դերեր։ Իհարկե։ Եվ այս պարագայում նաև կարծրատիպ միգուցե, հա, մենք պետք է ժամանակ նայել կարծրատիպեր կոտրելու։ Շնորհակալ եմ, դուք խոսեցիք այդ ընդհանուր մտածողության մասին, պարոն Ավագյան, այ կխնդրեի ասեք եւ կողքի աչք որպես եւ այնտեղ ներկա եղող մարդ եւ երկից էլ անկախ անգամ։ Նկարահանման հրապարակում արդյոք տիրում էր այն նույն մթնոլորտը, որը որ մենք ես որպես հանդիսատես ամենայն դեպս զգացել եմ դա։ Այդ նույն ընդհանուր մտածողությունը կար հանուն մեկ գաղափարի ապրելը։ Ասեմ, եթե այդ երգը հաջողվեց, ստացվեց, հաջողվեց, նաև այդ մթնոլորտն էր։ Այդ մթնոլորտն էր, որ ոգեշնչեց։ Այստեղ շատ կարևոր էր իհարկե ռեժիսորի դերակատարումը, որը ականջալուր էր, որը ես իհարկե ենթադրում եմ, որ ինքը պատրաստված էր այդ տեսարանների նկարահանմանը, բայց նկարահանման ընթացքում նա ստեղծագործում էր, նա ականջալուր էր, նա լսում էր, նրան ամեն ինչ չէ պարզը, որ կընդուներ ռեժիսորի դերն է դա, որ ընտրեր լավագույնը, ընտրեր իր տեսանկյունից ընդունելին եւ կարծում եմ իր մոտ շատ գերազանց դա ստացվել էր եւ մենք բոլորը շնորհակալ ենք Հրաչից եւ ամբողջ ստեղծագործական կոլեկտիվից ենք մենք շնորհակալ եւ հատուկ շնորհակալություն իհարկե Հայկոյին, որովհետեւ Հայկո դու զգացել ես ինչին ես մոտենում, ոչ թե նրա համար, որ մենք ենք կատարել, խոսքը երգի մասին է։ Սա իսկապես Մարգարիտ էր, իսկապես քիչ ազգեր կան, որ նման Մարգարիտներ ունեն, եւ այդ մոտեցումը ես շատ մենք բոլորս շատ գնահատեցինք։ Իսկ հետադարձ հայացքով կարող եմ ասել, որ բարեբախտաբար ինձ համար ես իմ ընկերները ինձ վերջի պահին համոզեցին ու ես շատ շնորհակալ եմ որ համոզեցին այդ վերջի պահին ես եկա եւ համաձայնվեցի ու մասնակցել եւ շատ շնորհակալ եմ եւ կարծում եմ որ մեզ պատիվ է ուղղակի առիթ է եղել պատիվ է որ մասնակցենք նման ֆիլմի ստեղծմանը որը ըստ էության մի կողմ դնելով նրա գեղագիտական արժևորումները հատկապես մեզ համար դա ինքնաարտահայտման արժանապատվության վերելքի այսպես մի արտացոլում էր արտահայտություններ հայի արժանապատվության որի կարիքը մենք վաղուց ունենք եւ մանավանդ ինչպես հարգարժան ներկաները նշեցին ինչպես կարելի է շեղել հերոսին ճիշտ հակառակ Հարություն Աշչյան շեղել եւ մարդկանց մատուցել եւ մարդկանց համոզել որ նա թշնամի է այս երևույթը խաթարվեց ֆիլմով Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ որպես վերջաբան կարող եմ ասել լոկ մեկ բան հիշելով Գարեգին Նժդեի խոսքերից իր ամենասիրելի չսիրած երևույթներից էր ստորությունը եւ նա ասում էր երկու բան չեմ ներում մարդուն իր ստորությունները որոնցից ծնունդ է առնում իր բարոյական տկարությունը ապա իր տկարությունը որից սնվում են այդ նույն ստորությունները թող ստորաբար ու տկարամիտ մարդիկ չդիտարկեն ամեն ինչը վատ գույների ներքո որովհետեւ հայ ունի եւ վատը եւ լավը եւ պետք է տեսնել առաջին այն լավը բարձրացնել բարձրաձայնել ձեզ մաղթում եմ բարի դիտում 6 մասանոց ֆիլմ այլևս եթերում է պրեմիերան ասենք շնորհավոր եւ 10:30-ին եղեք ուշադիր Armenia TV եթերում Գարեգին Նժդեի ֆիլմը
Ցանցային մարքեթինգին եւ մասնավորապես Q-Net կազմակերպությանն այսօր անդրադառնալու մարդկային գործոնը նույնիսկ գաղտնի ծառայությունները, այդ մաֆիոզական խմբավորումները բոլորը ցանցային սկզբունքներով են։ Բացառիկ ձայնագրություն հենց Q-Net-հականների գրասենյակում ինչի մասին խոսում ենք քիչ առաջ լսենք։ Եթե դու մտածես, որ կմտնես Q-Net ու հաջորդ օրը գումար կունենաս, դա մի քիչ ուրիշ պատկեր է թվում։ Քեզ նկարում են ավելի մեծ, ինչ-որ սենց կլոր, մյուսներին փոքր, դու քեզ ինչ-որ լիզեր ես զգում այդտեղ։ Գուցե շատերին թվա, թե սա դետեկտիվ ժանրից մի թեմա է, բայց ոչ, հավատացեք, այն ամեն ինչ ներկայացնելու ենք այսօր իրականությունն է։ Եթե ինքը հրաժարվի, ինքը պետք է ընդունի, որ ինքը հիմար է, որ համաձայնվել է։ Դուք ընկնում եք տրանսի մեջ եւ ավելի հեշտ համոզվող եք դառնում եւ ավելի հեշտ կարելի է ձեր մեջ դնել հրահանգներ, որոնք դուք կկատարեք հետո։ Հնարավոր է արդյոք արգելափակել նման կազմակերպության գործունեությունը Հայաստանում։ Փսիխոտեխնոլոգիաները աշխատել են ու աշխատելու են միշտ ու լավ օգտագործելու դեպքում ոչ թե 10%-ը, այլ 100-ն էլ ենթարկվելու են դրան։